Երբ 5 տարի անց նրա մահից, բանկային աշխատակիցը բացեց անվանով ավանդային տուփը, ներսում եղավ միայն մեկ թերթիկ, դողդոջուն ձեռագրով գրված. Այն ցուցակ էր 3 անուն, 3 ազգանուն մի նախադասություն, նրանք գիտեին, որ ես չեմ կարողանա պայքարել։ Այս թերթիկը թաքցրել էին 30 տարի։ Վանուշ Խանամիրյանը գիտեր, թե ով է իրեն թալանել, գիտեր նրանց անունները, բայց երբեք չգնաց ոստիկանություն։ Ինչու՞։ Հենց այդ մարդիկ մնացին անպատիժ։ Ինչու՞։ Նա ընտրեց լռությունը նույնիսկ բանկրոտության եզրին կանգնած։ Ով էր այնքան հզոր, որ ազգային կուռքը, որի անունը փողոցներում կանգնած աղջիկները կրկնում էին երգելիս, վախենում էր բացել բերանը։ Եվ ամենակարևորը, որտեղ են այդ 3 մարդիկ հիմա, ապրում են նոր ազգանուններով, թե արդեն իրենք էլ են վճարել իրենց փորձի համար։ Այսօր մենք խոսում ենք մի մարդու մասին, ում ձայնը բերում էր ողջ Երանը փողոցներ, որի ժպիտին հավատացել են միլիոնները, ում գրպանից անհետացել են պարզապես հազարավոր դոլարներ։ Պարզապես այդպես, միանգամից, մի գիշերվա ընթացքում 25 տարվա աշխատանքը դարձավ 0։ Բայց մենք չենք խոսում դժբախտ բախտի մասին։ Մենք խոսում ենք սառնարյուն հանցագործության մասին, որը պլանավորվել էր 5 տարի առաջ, քայլ առ քայլ, իրականացվել է ճիշտ այն պահին, երբ Վանուշը կորցրեց իր երբեմնի հզորությունը բեմում։ 991 թվականի բախտավոր օրերին, երբ Խորհրդային Միությունը փլվում էր, հայ երաժիշտները դեռս երգում էին լիքս դահլիճներում, Վանուշ Խանամիրյանը հավաքել էր գումար, բավարար, որ ապահովի 3 սերնդի ապագան։ Նա չէր պատկերացնում իսկ, որ սեփական տանը, իր սեղանի շուրջ նստած մարդիկ, ում նա հյուրասիրում էր ամեն երեկո, այդ փողերի վրա արդեն դնում էին իրենց կեղտոտ ձեռքերը։ Շուրջբոլորը խոսում էին բարեփոխումների մասին, նոր հնարավորությունների մասին, Վանուշը, հյուրընկալ, վստահասեր, ստեղծագործ մարդ, համարձակվեց հավատալ։ Նա դեռ չգիտեր, որ նրա միլիոններն արդեն բաշխված են խորը գրպաններում, որ նրա ապագան արդեն մաքրված է, միակ բանը, որ մնացել է անել, սպասել, մինչ նա ինքը ստորագրի վերջին փաստաթուղթը։ Բայց այդ պահից մինչ ամբողջական քանդումը մնացել էին ընդամենը 83 օր։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը ապրում էր քաոսի մեջ։ Բանկերը բացվում էին ու փակվում ամեն ամիս։ Գումարը, որը այսօր արժեր բնակարան, վաղը կարող էր գնել միայն հաց։ Վանուշը, ինչպես հազարավոր հայեր, փորձում էր փրկել իր կուտակումները։ Նա ստացել էր իր կյանքի ամենամեծ ժամանցը 990 թվականի մայիսին, Մոսկվայում, ճիշտ 6 ամիս առաջ, քան Միությունը վերջնականապես կվերանա։ $5,000 կանխիկ։ Այն ժամանակ սա նույնն էր, ինչ 50,000 այսօր։ Նա փոխեց դոլարները հայկական ռուբլիների, ապա վերադարձավ Երան, համոզված, որ իր ընտանիքը կապահովված է։ Բայց փողը այրվում էր ինֆլյացիայի կրակում ամեն օր։ Նա տեսնում էր, ինչպես գնաճը լափում էր իր ունեցվածքը, չգիտեր ինչ անել։ Վանուշը արտիստ էր, ոչ թե ֆինանսիստ։ Նա հասկանում էր նոտաները, ոչ թե տոկոսադրույքները։ Եվ հենց այդ պահին նրա շուրջը հայտնվեցին օգնության ձեռք մեկնող մարդիկ, բարեկամներ, խորհրդատուներ, մենեջերներ, ովքեր խոստանում էին փրկել նրա ունեցվածքը։ Մի քանի ամսվա ընթացքում Վանուշի տանը սկսեցին հաճախել 3 մարդ։ Առաջինը Մհեր Ավագյանը, նախկին համերգային տնօրեն, ով խոստանում էր կապեր բարձր մակարդակում։ Երկրորդը Գորգ Սահակյանը, ինքնակոչ ֆինանսական խորհրդատու, ով մինչ այդ աշխատել էր լավագույն դեպքում հաշվապահ։ Եվ երրորդը Արման Պետրոսյանը, ով ներկայացավ որպես Մոսկվայի բիզնես շրջանակների ներկայացուցիչ։ Նրանք եկան դիմավորեցին Վանուշին բաց բազուկներով, ծխեցին նրա սիգարետները, խմեցին նրա կոնյակը, խոստացան ոսկե լեռներ։ Վանուշի հարանը, Արմեն Հովհաննիսյանը, ով այսօր առաջին անգամ խոսում է կամերայի առջ, հիշում է այդ օրերը մանրամասնորեն։ Նա նշում է, որ Վանուշի տան լույսերը շարունակ էին վառված մինչ առավոտ։ Նա լսում էր աղմկոտ ծիծաղները, տեսնում էր, թե ինչպես են գիշերվա 2-3 ժամին ավտոմեքենաներ մուտք գործում բակ, բարձրաձայն երաժշտությամբ։ Վանուշը հավատում էր, որ այդ մարդիկ օգնում են իրեն։ Բայց Արմենը խոստովանում է, որ արդեն այն ժամանակ մտածում էր, ինչ որ բան սխալ է։ Հենց այդ մարդիկ էին բերել Վանուշին մի ծրագրի մասին խոսել, որը կոչվում էր «Բարեկեցիկ հոգս»։ Այս ծրագիրը պարզապես պնդում էր, որ եթե ներդնես $300, կստանաս 600 մեկ ամսում։ Երբ Վանուշը տարակուսեց, Արմանը բերեց փաստաթղթեր, լցված վիճակագրությամբ, գծապատկերներով, որոնք ցույց էին տալիս փայլուն ապագա։ Այդ ամենն էր կեղծ։ Բայց Վանուշը չգիտեր դա։ Նա տեսավ միայն փրկության հնարավորություն։
994 թվականի հոկտեմբերի 10-ին Վանուշ Խանամիրյանը հանձնեց 5000 ամերիկյան դոլար Մհեր Ավագյանի ձեռքը։ Այդ գումարը պիտի ներդրվեր բարեկեցիկ հոգս ծրագրում, որը խոստանում էր վերադարձնել 10,000 մեկ ամսում։ Վանուշը տուն եկավ գերված հույսով։ Նա պատմեց կնոջը, որ վերջապես գտել է ճանապարհը դուրս գալու ֆինանսական անորոշությունից։ Նրա աչքերը փայլում էին այնպես, ինչպես երբ նա բեմ էր ելնում։ Բայց այդ գիշեր, ըստ հետագա պատմությունների, որոնք տարածվում էին Երանում, Մհերը, Գորգը, Արմանը այդ գիշեր նստել էին ռեստորանում, ըստ մի տարբերակի, բաժանել Վանուշի դոլարները։ Բարեկեցիկ հոգս ծրագիրը, ըստ այդ վերսիայի, երբեք իրականում գոյություն չէր ունեցել։ Կար միայն մի տղամարդ, ով վստահել էր սխալ մարդկանց։ Եվ 20 տարի հետո, երբ Արմենը վերջապես համարձակվեց խոսել, նա հիշում էր հենց այդ գիշերը, որովհետև լսեց բարձրաձայն ծիծաղները փողոցից։ Նա հիշում է, որ Վանուշը երգում էր իր պատշգամբում, անտեղյակ, որ իրեն վերջացրել են։ Ո՞վ էին այդ մարդիկ իրականում։ Ու ինչու։ Վանուշը երբեք չգնաց դատարան։ 994 թվականի նոյեմբերը Երանում սառն էր, բայց Վանուշ Խանամիրյանի սիրտը ավելի սառն էր։ Մեկ ամիսը անցավ, երկուսը անցավ։ Խոստացված 10,000 դոլարը չեկավ։ Խոստացված զանգերը չեղավ։ Մհեր Ավագյանը չէր պատասխանում հեռախոսին։ Գորգ Սահակյանը պարզապես անհետացել էր։ Արման Պետրոսյանը, ով ներկայանում էր որպես Մոսկվայի կապ, ասես երբեք չի եղել գոյություն։ Վանուշը վազում էր բանկ առ բանկ, փորձելով գտնել հետք այն ծրագրի, որի մեջ նա ներդրել էր իր ողջ կյանքը։ Սակայն բարեկեցիկ հոգս ծրագիրը գոյություն չուներ ոչ մի պաշտոնական ռեգիստրում։ Գրանցված հասցեն, որը տվել էին նրան, հանդիսանում էր լքված գրասենյակ, խորանարդ թաղամասում։ Երբ Վանուշը եկավ այնտեղ, դռները փակ էին, պատուհանները կոտրված։ Միայն մի նշան կար պատին, Անկախության հրապարակից, 6 կիլոմետր հեռու, գրեթե անտառի եզրին։ Նրա կինը, Աստղիկը, հիշում է, որ Վանուշն այդ շրջանում փոխվել էր։ Նա այլս չէր երգում առավոտները։ Նա նստում էր սեղանի առաջ, ակնոցը քթի ծայրին, փորձում էր վերականգնել փաստաթղթերը, որոնք նա ստորագրել էր։ Բայց պարզվեց, որ ամեն ինչ կեղծ է եղել։ Ստորագրությունները չէին համապատասխանում ոչ մի պաշտոնական անձի։ Դրոշմերը էին ձեռքով նկարված։ Ամբողջ ծրագիրը եղել էր փայլուն կեղծիք, մի տղամարդու հոգին կոտրելու համար։ Արմեն Հովհաննիսյանը հիշում է մի գիշեր, երբ Վանուշը եկավ նրա մոտ կեսգիշերին, գլուխը ձեռքերի մեջ։ Նա չէր լացում, բայց նրա ձայնը կոտրված էր։ Նա ասաց, որ ինքը դեռ կարող է ապրել չունենալով, բայց ինչպես նա կարող է նայել իր երեխաների աչքերին, երբ նրանք հարցնեն, ինչու նրանք չեն կարող գնալ դպրոց նոր կոշիկներով։ Արմենը միշտ հիշում է այդ խոսքերը, որովհետև նույն գիշերը լսեց Վանուշի ծանր ոտնաձայները, վերադառնալիս իր տուն, ապա ոչինչ։ Լռություն։ Մեռնում էր ամեն ինչ։ Բայց Վանուշը երբեք չգնաց ոստիկանություն։ Ինչու։ Մի տասնամյակ հետո, երբ իրավաբանը փորձեց հասկանալ այդ պատմությունը, Աստղիկը բացահայտեց ճշմարտությունը։ Մհեր Ավագյանը սպառնացել էր նրան։ Ոչ ուղղակիորեն, այլ միջազգայինորեն։ Նա ասել էր Վանուշին, որ իր կապերը հասնում են մինչ դատախազություն, մինչ ներքին գործերի նախարարություն, եթե Վանուշը բացի բերանը, սպառնալիքները կհասնեն նրա ընտանիքին։ Այն ժամանակ Հայաստանը ապրում էր այնպիսի քաոսում, որ նման սպառնալիքները կարող էին իրականացվել հեշտությամբ։ Վանուշը ընտրեց լռություն։ Նա չբողոքեց։ Նա շարունակեց աշխատել, թե այլս նույն չէր։ Նրա համերգները դարձան ավելի հազվադեպ, նրա ձայնը ավելի մռայլ։ Նրա աչքերում այլս չկար այն կրակը, որը մի ժամանակ վառում էր ամբողջ դահլիճը։ Հարանները տեսնում էին, թե ինչպես է նա քայլում տանը վերադառնալիս, գլուխը ցած, ուսերը խոնարհված, ինչպես մարդ, ով կորցրել է ոչ միայն փող, այլ իր հոգին։ Բայց ամենավատը դեռ չէր եկել։ Որովհետև Մհերը, Գորգը, Արմանը պարզապես չէին անհետացել։ Նրանք շարունակեցին ապրել Երանում։ Նրանք բացեցին բիզնեսներ։ Նրանք ստեղծեցին ընտանիքներ։ Նրանք տարին իրենց երեխաներին դպրոց, այն գումարով, որը գողացել էին մի տարեց երգչից։ Եվ Վանուշը, ով երբեմն տեսնում էր նրանց փողոցներում, չէր կարող անել ոչինչ բացի խուսափել նրանց նայվածքներից։ Ո՞վ էին իրականում այդ մարդիկ, որոնք մնացին անպատիժ։ Եվ ինչպես է հնարավոր, որ 30 տարի անց նրանք դեռ ազատ են, երբ Վանուշ Խանամիրյանը մեռավ, գրեթե անունով չունենալով նույնիսկ իր վերջին հողամասը։
Բայց հենց այդ պահին, երբ Վանուշը կարծում էր, որ ամեն ինչ վերջացել է, նրա փոստարկղում հայտնվեց ծանրոցիկ ծրար։ Դեղին թուղթը, որը փաթաթված էր դրա շուրջը, կրում էր միայն մեկ տող, գրված տպագիր մեքենայով, ոչ ստորագրություն, ոչ հասցե։ Տողում գրված էր պայմանագիր թիվ 256, հունվարի 5, 1994։ Վանուշը բացեց ծրարը դողացող ձեռքերով։ Ներսում կար փաստաթուղթ 12 էջանոց լի օրինական տերմիններով, որոնք նա երբեք չէր կարողացել հասկանալ։ Բայց մի բանը պարզ էր անմիջապես, սա պայմանագիր էր, որը նա երբեք չէր տեսել նախկինում, որի վրա կար նրա ստորագրությունը։ Ինչպես կարող էր լինել ստորագրություն փաստաթղթի վրա, որը նա երբեք չէր տեսել։ Վանուշը կանչեց իր կնոջը Աստղիկին, նրանք երկուսով սկսեցին ուսումնասիրել էջ առ էջ։ 26-րդ կետը, որը թաքնված էր փոքր տառերով, մեջտեղում փաստաթղթի սահմանում էր, որ Վանուշ Խանամիրյանը փոխանցում է իր ողջ ֆինանսական կառավարման իրավունքը Մհեր Ավագյանին 10 տարի ժամկետով։ 9 կետ ավելի ներք փոքրատառ ծանոթագրության մեջ նշված էր, որ բոլոր ապագա եկամուտները համերգներից, հեղինակային իրավունքներից, հեռուստաշոուներից կկիրառվեն որպես վճար այս պայմանագրի դրույթների համար։ Վանուշը չէր հիշում, որ երբեք ստորագրել է նման փաստաթուղթ։ Բայց ստորագրությունը իսկապես նրա ձեռագրի նման էր։ Եվ դրոշմը նոտարական կնիքով համապատասխանում էր կենտրոնական նոտարական գրասենյակին, որտեղ նա իսկապես այցելել էր 1993 թվականի դեկտեմբերին։ Նա հիշում էր այդ օրը, որովհետև այն օրը նա ստորագրել էր փաստաթղթեր իր տան սեփականության համար։ Բայց արդյոք այդ օրը նրան տվել էին այս փաստաթղթը, ծածկված այլ թղթերի մեջ, որպեսզի նա ստորագրի առանց կարդալու։ Աստղիկը հիշում է, որ այդ երեկո Վանուշը նստեց իր դաշնամուրի առաջ չխաղաց։ Նա պարզապես նայեց տեղներին լռությամբ, նրա աչքերը լցված էին ոչ թե արցունքով, այլ ինչ-որ խորը, սառը ճանաչողությամբ։ Նա իմացավ այդ պահին, որ իրեն չէին պարզապես խաբել։ Նրան դարձրել էին ստրուկ։ Հենց այդ պահին, երբ նա մտածում էր, որ իր փողերը պարզապես գողացել են, նա բացահայտեց, որ իր ողջ ապագան վաճառված էր փաստաթղթի վրա, որը նա երբեք չէր ուզում տեսնել։ Իսկ ամենաանսպասելին եղավ հաջորդ օրը։ Երբ Վանուշը տարավ այդ փաստաթուղթը իրավաբանի մոտ, իրավաբանը, ձեր փորձառու մարդ, ով տեսել էր բոլոր խաբեությունների տեսակները 990-ականներին, նայեց փաստաթղթին, ասաց մեկ բառ՝ օրինական է։ Նոտարական կնիքը իսկական էր։ Ստորագրությունը համապատասխանում էր Վանուշի բանկային քարտերին։ Ամսաթիվը համապատասխանում էր Գրանցամատյանին։ Ըստ օրենքի, այդ պայմանագիրը գործում էր, Մհեր Ավագյանը ուներ լիակատար իրավունք վերահսկելու Վանուշի բոլոր ֆինանսական գործարքները մինչ 2004 թվականը։ Վանուշը նստեց իրավաբանի գրասենյակում, փշրված։ Նա հարցրեց, ինչպես կարող է մի մարդ ստորագրել իր սեփական ստրկության պայմանագիրը։ Իրավաբանը պատասխանեց, շատ դյուրին է, երբ նրան թաքցնում են այն բիսկվիտների փաթեթի մեջ։ Վանուշը չհասկացավ այդ խոսքերը, մինչ իրավաբանը բացատրեց։ Այն օրը, երբ նա ստորագրում էր տան փաստաթղթերը, նոտարը տվել էր նրան 17 թերթ ստորագրելու համար։ Վանուշը հիշում էր, որ նա ստորագրեց արագ, որովհետև հետում էր համերգին ուշանում էր։ Նոտարը ասել էր, սրանք ստանդարտ ծաթղթեր են։ Բայց մեջում 12-րդ էջում եղել է այդ պայմանագիրը, ծածկված լեզվով, որը միայն իրավաբանը կարող էր հասկանալ։ Իսկ ով էր այդ նոտարը։ Իրավաբանը փորձեց գտնել։ Բայց պարզվեց, որ այդ նոտարական գրասենյակը փակվել է 1995 թվականին, նոտարը անունով Սամվել Գրիգորյան անհետացել է առանց հետքի։ Ըստ պաշտոնական Գրանցամատյանների, նա հեռացել է Ռուսաստան, երբեք չի վերադարձել։ Բայց Վանուշի հարանը Արմենը հիշում է, որ տեսավ Սամվել Գրիգորյանին 1999 թվականին Կասկադի մոտ շքեղ մեքենայի մեջ համբուրվելով Մհեր Ավագյանի հետ։ Արդյոք նոտարը խաբեբան համագործակիցներ էին սկզբից։ Վանուշը հասկացավ այդ պահին, որ նա ընկած է ցանցի մեջ, որը հյուսված է տարիներ առաջ։ Սա չէր պարզապես գողություն։ Սա էր մանրակրկիտ պլան, տեղադրված կայծակնային արագությամբ մի մարդու կյանքը քանդելու համար։ Եվ ամենավատը, օրենքը կանգնած էր խաբեբաների կողմից, որովհետև թուղթը ասում էր, որ ամեն ինչ օրինական է։ Ինչպես կարող է մի երգիչ պայքարել համակարգի դեմ, երբ համակարգն ինքը դարձել է նրա թշնամին։ Բայց Վանուշ Խանամիրյանը չէր մարդ, ով հանձնվում էր առանց վերջին ջանքի։ 1995 թվականի ապրիլին նա վերցրեց այդ պայմանագիրը, գնաց ոստիկանություն։
Նա պատմեց ամեն ինչ, բարեկեցիկ հոգս ծրագրի մասին, կեղծ փաստաթղթերի մասին, անհետացած փողերի մասին։ Ոստիկանը երիտասարդ լեյտենանտ լսեց ուշադիր, գրեց նշումներ, խոստացավ հետաքննություն սկսել։ Վանուշը հեռացավ նրա գրասենյակից, փոքրիկ հույսով սրտում։ Բայց 3 շաբաթ անց նույն լեյտենանտը կանչեց նրան ասաց. «Գործը փակվել է»։ Ինչու՞։ Վանուշը պահանջեց պատասխան։ Լեյտենանտը նայեց նրան ասաց անձնական ոչ պաշտոնական տոնով. «Պարոն Խանամիրյան, դուք պայքարում եք մարդկանց դեմ, ովքեր ունեն կապեր ավելի բարձր, քան դուք կարող եք պատկերացնել։ Ես խորհուրդ կտամ մոռանալ այս գործը, եթե ուզում եք ապահով մնալ»։ Վանուշը հարցրեց. «Ո՞վ են նրանք»։ Լեյտենանտը լռեց, նայեց պատուհանից դուրս ասաց. «Եթե ասեմ, վաղը ես էլ կլինեմ գործազուրկ»։ Վանուշը հասկացավ։ Մհեր Ավագյանը, Գորգ Սահակյանը, Արման Պետրոսյանը չէին պարզապես փողոցային խաբեբաներ։ Նրանք ունեին պաշտպանություն վերից։ Ըստ լուրերի, որոնք տարածվում էին թաքուն, Ավագյանը ամուսնացած էր մի բարձրաստիճան պաշտոնյայի դստեր հետ։ Սահակյանն ուներ կապեր դատական համակարգում։ Իսկ Պետրոսյանը, ըստ մի աղբյուրի, իրականում ապրում էր կրկնակի կյանք, օրը բիզնեսմեն, գիշերը մարդ, ով վարում էր ապօրինի գործարքներ սահմանից այն կողմ։ Իսկ ով էր Վանուշ Խանամիրյանը այդ բոլորի հանդեպ։ Նա էր պարզապես երգիչ, ով մեծացել էր խորհրդային ժամանակներում, երբ արտիստները ապրում էին պետության կողմից տրված ամսականով, երբեք չէին սովորել պայքարել համակարգի դեմ։ Նա գիտեր, թե ինչպես երգել բեմում, բայց չգիտեր, թե ինչպես պայքարել դատարանում։ Եվ երբ նա փորձեց պայքարել, համակարգը փակեց դռները նրա դեմ։ Բայց ամենադաժանը եղավ հաջորդ իրադարձությունը։ 1995 թվականի հուլիսին Վանուշը ստացավ հրավեր, համերգ տալու Գյումրիում։ Սա պետք է լիներ մեծ համերգ, 1000 տեղով դահլիճում, վճարը խոստացվել էր $2000։ Վանուշը համաձայնեց, որովհետև իր ընտանիքը կարիք ուներ փողի։ Նա գնաց Գյումրի, տվեց համերգ, դահլիճը լի էր։ Մարդիկ ոտքի ելան 10-րդ երգից հետո։ Նրանք պահանջեցին մեկ այլ երգ, ապա մեկ այլ, Վանուշը երգեց, մինչ ձայնը սկսեց կոտրվել։ Բայց երբ համերգն ավարտվեց, Վանուշը գնաց գրասենյակ ստանալու իր վճարը, տնօրենը, անծանոթ մարդ, բացեց պահարանը, հանեց ծրար։ Նա տվեց ծրարը Վանուշին, ասաց. «Ձեր մենեջերը արդեն ստացել է դրամը»։ Վանուշը շփոթվեց։ Նա ասաց. «Ես չունեմ մենեջեր»։ Տնօրենը ցույց տվեց ստորագրությունը թղթի վրա։ Անունը էր Մհեր Ավագյան։ Ըստ պայմանագրի, որը ներկայացրել էր Ավագյանը, նա ուներ իրավունք հավաքելու Վանուշի բոլոր վճարումները, որպես ֆինանսական կառավարիչ։ Վանուշը սառեց։ Այդ պահին նա հասկացավ, որ պայմանագիրը, որը նա ստորագրել էր անգիտակից, այժմ օգտագործվում է ամբողջ երկրում։ Մհեր Ավագյանը շրջում էր բոլոր համերգասրահներով, ներկայանում որպես Վանուշի պաշտոնական ներկայացուցիչ։ Նա հավաքում էր փողը, Վանուշը մնում էր զրոյի հետ։ Տնօրենը նայեց Վանուշին, կարեկցանքով ասաց. «Պարոն Խանամիրյան, ես կարող էի տալ ձեզ դրամը, բայց եթե անեմ, վաղը Ավագյանը կբերի դատարանի հրաման, ես կդատապարտվեմ։ Ես ունեմ ընտանիք։ Ներեցեք»։ Վանուշը վերադարձավ Երան այդ գիշեր, դատարկ ձեռքերով։ Նա երգել էր 3 ժամ անընդմեջ, նրա ձայնը խրթին էր, նրա ոտքերը ցավում էին, բայց նա ստացավ 0։ 0 դրամ, 0 հարգանք, 0 արդարություն։ Եվ երբ նա տուն եկավ, աստղիկը նայեց նրան, միանգամից հասկացավ։ Նա չհարցրեց ոչինչ։ Նա պարզապես գրկեց նրան, Վանուշը, առաջին անգամ իր կյանքում, լաց եղավ նրա գրկում։ Բայց նույնիսկ այդ չէր վերջը։ Որովհետև հետագա տարիներին Մհեր Ավագյանը շարունակեց օգտագործել այդ պայմանագիրը, սպառելու Վանուշի ամեն մի եկամուտը։ Երբ Վանուշը փորձում էր ստանալ հեղինակային վճարումներ իր երգերի համար, Ավագյանը ներկայացնում էր պայմանագիրը, հավաքում դրամը։ Երբ Վանուշը հրավիրվում էր հեռուստաշոու, Ավագյանը կապվում էր շոուի պրոդյուսերի հետ, պահանջում վճարումը իրեն տալ։ Եվ Վանուշը դառնում էր ավելի ու ավելի աղքատ, ամեն տարի, մինչդեռ Ավագյանը հարստանում էր իր հաշվին։ Ինչու՞։ Վանուշը չկարողացավ կանգնեցնել սա։ Ինչու՞։ Համակարգը թույլ տվեց, որ մի խաբեբա թալանի ազգային երգչին, ոչ ոք ոչինչ չարեց։ 1997 թվականին, երբ Վանուշ Խանամիրյանն արդեն կորցրել էր գրեթե ամեն ինչ, պատահեց մի իրադարձություն, որը վերջապես քանդեց նրա մնացած հույսը։ Նա ստացավ զանգ մի տղամարդուց, ով ներկայացավ որպես Արա Սարգսյան, բանկային աշխատակից։
Արան ասաց, որ Վանուշի ավանդը, որը պահվում էր Հայ Բիզնես բանկում, $2000 փակվելու է, եթե Վանուշը չստորագրի նոր փաստաթղթեր։ Վանուշը շփոթվեց, որովհետև նա չգիտեր, որ նման ավանդ ունի այդ բանկում։ Բայց Արան պնդեց, որ ավանդը բացվել է 1992 թվականին Վանուշի անունով, հիմա պահանջվում է նրա ստորագրությունը, թարմացնելու հաշիվը։ Վանուշը գնաց բանկ հաջորդ օրը։ Նա հանդիպեց Արա Սարգսյանին, կոստյումով մարդ, ով խոսում էր սահուն, մեղմ ձայնով։ Արան ներկայացրեց փաստաթղթերը, ասելով, որ սրանք ստանդարտ թարմացման ձեր են, Վանուշը պետք է ստորագրի, որպեսզի իր ավանդը մնա ապահով։ Վանուշը կարդաց փաստաթղթերը, բայց դրանք լի էին տերմիններով, որոնք նա չէր հասկանում՝ ֆիդուցիար փոխանցում, վերադիր իրավունք, կարգավորիչ փոխհատուցում։ Արան բացատրեց, որ սրանք պարզապես նշանակում են, որ բանկը կպահպանի ավանդը ապահով, Վանուշը կկարողանա հանել դրամը ցանկացած ժամանակ։ Վանուշը ստորագրեց։ Նա վստահեց, որովհետև սա բանկ էր, ոչ թե փողոցային խաբեբա։ Բայց 2 ամիս հետո, երբ նա փորձեց հանել փող իր հաշվից, վճարելու իր կնոջ բժշկական ծախսերը, բանկը ասաց, որ հաշիվը դատարկ է։ Վանուշը պահանջեց բացատրություն։ Մեկ այլ աշխատակից, ոչ Արա Սարգսյանը, ներկայացրեց փաստաթղթերը, որոնք Վանուշն էր ստորագրել։ Ըստ այդ փաստաթղթերի, Վանուշը փոխանցել էր իր ավանդի սեփականությունը 3-րդ անձի, որպես ապահովագրություն վարկի համար, որը Վանուշը երբեք չէր վերցրել։ Աշխատակիցը ասաց, որ 3-րդ անձը հավաքել է ավանդը 1 ամիս առաջ, Վանուշն այլս իրավունք չունի այդ գումարի նկատմամբ։ 3-րդ անձի անունը եղավ Գորգ Սահակյան։ Այո, նույն Սահակյանը, ով մասնակցել էր բարեկեցիկ հոգս պլանին։ Վանուշը պահանջեց տեսնել Արա Սարգսյանին, բայց բանկը ասաց, որ նման անունով աշխատակից չկա։ Բանկի ղեկավարությունը ասաց, որ նրանք ուսումնասիրելու են գործը, բայց երբեք չվերադարձան Վանուշին։ Վանուշը նստեց իր տանը այդ գիշեր, փորձեց հասկանալ, թե ինչպես է նա կրկին խաբված եղել։ Նա հասկացավ, որ Արա Սարգսյանը, ով ներկայացավ որպես բանկային աշխատակից, իրականում կեղծ էր։ Նա օգտագործել էր կեղծ անձնագիր, կեղծ բիզնես քարտ, նույնիսկ վարձել էր բանկի գրասենյակի սենյակ մի ժամով, որպեսզի հանդիպումը թվա իսկական։ Եվ Վանուշը, ով ընդամենը ուզում էր պաշտպանել իր փոքրիկ խնայողությունները, ստորագրել էր իր սեփական թալանի հրամանը։ Բայց ամենաանսպասելին եղավ, երբ Վանուշի հարանը Արմեն Հովհաննիսյանը տարիներ անց բացահայտեց մի փաստ, որը Վանուշը երբեք չգիտեր։ Ըստ Արմենի, Արա Սարգսյանը իրականում եղել է Արման Պետրոսյանի եղբայրը, փոխված անունով։ Արմենը հիշում է, որ տեսել է 2 եղբայրներին, խոսելիս Վանուշի տան դիմացի փողոցում, 1996 թվականի ձմռանը։ Նրանք ծիծաղում էին, խմում էին շամպայն, ճիշտ այն ժամանակ, երբ Վանուշը տանը փորձում էր գտնել փող, գնելու իր երեխաներին ձմեռային հագուստ։ Ինչ տեսակի մարդիկ են դրանք, ովքեր ծիծաղում են տղամարդու ցավից, ում նրանք թալանել են։ Եվ ինչու։ Համակարգը, որը պետք է պաշտպաներ իր քաղաքացիներին, թույլ տվեց, որ այդ մարդիկ շարունակեն իրենց խաղը, տարիներ շարունակ, առանց որևէ պատիժի։ Վանուշ Խանամիրյանը գիտեր նրանց անունները։ Նա գիտեր նրանց դեմքերը։ Բայց նա գիտեր, որ եթե նա խոսի բարձրաձայն, նրանց կապերը կարող են ոչնչացնել նրա ընտանիքը։ Այ դե։ Իրական արդարությունը մի երկրում, որտեղ փողն ու կապերը ավելի հզոր են, քան ճշմարտությունը։ 2 տարի անց, երբ Վանուշ Խանամիրյանը կարծում էր, որ արդեն ամեն ինչ տեսել է, նրա դռան զանգակը սեղմեց մի կին, 60 տարեկան, հագնված սով։ Նրա անունն էր Մարինե Բալասանյան, նա 30 տարի աշխատել էր Հայ Բիզնես բանկի հաշվապահական բաժնում։ Այն օրը, 1998 թվականի մարտի 26-ին, նա եկել էր խոստովանելու ճշմարտություն, որը պահել էր իր հոգում 3 տասնամյակ։ Աստղիկը բացեց դուռը, տեսավ, որ կինը դողում է։ Մարինեն մտավ, նստեց Վանուշի հին բազկաթոռին, հանեց իր պայուսակից փաթեթ, փոշոտ, դեղին թղթերով։ Նա ասաց. «Ես չեմ կարող այլս ապրել այս ծանրությամբ։ Ձեր ամուսինը չգիտեր, բայց ես գիտեի ամեն ինչ»։ Մարինեն բացատրեց, որ 1993 թվականին, երբ Վանուշը բանկ էր գնում բացելու ավանդ, նրա փաստաթղթերը անցել են Մարինեի սեղանով։ Նա տեսավ, որ ավանդային գումարը $2000 գրանցվել է։ Բայց հաջորդ օրը նույն գումարը փոխանցվել է այլ հաշվի։ Մարինեն ներկայացրեց ներքին բանկային հաղորդագրություն, որը ցույց էր տալիս, որ փոխանցումը հաստատվել է ավագ մենեջերի կողմից, անունով Կարեն Տեր-Պետրոսյան։ Այդ անունը Վանուշին ծանոթ չէր, բայց Մարինեն ասաց, որ Տեր-Պետրոսյանը եղբայրական բարեկամ էր Մհեր Ավագյանի հետ։
Նրանք կերել են միասին, խմել են միասին, ավելին, Տեր Պետրոսյանը ստորագրել էր տասնյակ կեղծ փոխանցումներ բանկում, պարզապես ընկերների համար։ Մարինեն պատմեց, որ նա փորձել է հաղորդել իր վերադասին, բայց վերադասը սպառնացել է նրան աշխատանքից հեռացնելով։ Նա ուներ 3 երեխա, ամուսին, հիվանդ։ Նա չէր կարող կորցնել աշխատանքը։ Ուստի նա լռեց, խորը իր մեջ պահելով այդ գաղտնիքը, ամեն գիշեր երազում էր Վանուշի դեմքը, երբ նա իմանար, որ իր փողերը գողացվել են ծառայողների կողմից, ում նա վստահել էր։ Բայց Մարինեն ավելացրեց ինչ-որ բան, որը սառեցրեց սենյակը։ Նա ասաց. «Ես տեսա նա ձեր ստորագրությունը փաստաթղթերի վրա, որոնք դուք երբեք չէիք տեսել։ Ձեր ստորագրությունը կատարյալ էր կրկնօրինակված։ Մենք ունեինք մասնագետ, անունով Հրանտ, ով կարող էր կրկնօրինակել ցանկացած ձեռագիր։ Նրան վճարում էին $100 ամեն ստորագրության համար»։ Վանուշը լսում էր լռությամբ։ Նա հասկացավ, որ խաբեությունը ավելի խորն էր, քան նա երբևէ պատկերացրել էր։ Սա չէր միայն 3 խաբեբաների աշխատանք։ Սա ցանց էր, ներառյալ բանկային աշխատակիցներ, նոտարներ, կեղծագործներ, նույնիսկ պաշտոնյաներ, ովքեր թույլ էին տվել, որ ամեն ինչ կատարվի առանց հարցերի։ Մարինեն լաց եղավ այդ օրը Վանուշի տանը։ Նա ասաց. «Ես ուզում էի խոսել, բայց ես վախենում էի։ Հիմա ես ծեր եմ, ես չեմ ուզում մեռնել այս մեղքով։ Խնդրում եմ, ներեցեք ինձ»։ Բայց Վանուշի սրտում այլևս չկար ատելություն։ Կար միայն հոգնածություն։ Նա ասաց Մարինեին. «Դուք չէիք մեղավոր։ Դուք էլ էիք զոհ նույն համակարգի»։ Մարինեն հեռացավ այդ օրը, թողնելով փաթեթը Վանուշի սեղանին։ Այդ փաթեթում եղան 15 փաստաթուղթ, որոնք ապացուցում էին, որ Վանուշի փողերը համակարգված կերպով հափշտակվել են 3 տարվա ընթացքում։ Բայց ով կհավատար այդ փաստաթղթերին, երբ բանկերը արդեն փակված էին, նոտարները անհետացած, մարդիկ, ովքեր պատասխանատու էին, ապրում էին առանց վախի։ Արդյոք Վանուշը երբեք կկարողանար ապացուցել, որ իրեն թալանել են, թե՞ նա դատապարտված էր ապրել որպես մարդ, ով ինքն իր փողերը կորցրեց։ 1999 թվականի հունիսին Վանուշ Խանամիրյանը ստացավ հրավեր համերգի, Վանաձորում։ Սա պիտի լիներ հոբելյանական միջոցառում, նվիրված քաղաքի հիմնադրման 200 տարեդարձին։ Վանուշը պետք է բաց աներ համերգը 1500 հանդիսատեսի առաջ։ Նրան խոստացել էին $3000 պատվավոր անդրադարձ տեղական հեռուստատեսությամբ։ Վանուշը համաձայնեց, թե նրա ձայնն արդեն թուլացել էր տարիների լարվածությունից, կարծես կորցրել էր իր հին փայլը։ Նա գնաց Վանաձոր իր ընտանիքով, աստղիկի 2 դստերների հետ։ Նրանք մնացին հյուրանոցում, որտեղ ջուրը հոսում էր միայն 3 ժամ օրը, բայց Վանուշը ժպտում էր, որովհետև հույս ուներ, որ այդ համերգը կփոխի նրա բախտը։ Համերգն իսկապես հաջողված էր։ Մարդիկ երգում էին Վանուշի հետ, աղջիկները նետում էին ծաղիկներ բեմ, քաղաքապետը անձամբ բարեց Վանուշին բեմից հետո։ Բայց երբ Վանուշը գնաց գրասենյակ ստանալու իր վճարը, տնօրենը լուրջ դեմքով ասաց. «Կներեք, պարոն Խանամիրյան, բայց ձեր վճարը արդեն հանձնվել է ձեր իրավասու ներկայացուցչին»։ Վանուշը սառեց։ Նա հարցրեց. «Ո՞վ է իմ ներկայացուցիչը»։ Տնօրենը ցույց տվեց ստորագրված անդորրագիր, որտեղ գրված էր. «Ես, Վանուշ Խանամիրյանը, լիազորում եմ Գորգ Սահակյանին ստանալ իմ բոլոր համերգային վճարումները 1999 թվականից մինչ 2000 թվականը»։ Վանուշը նայեց այդ անդորրագրին, հասկացավ, որ նա երբեք այդպիսի փաստաթուղթ չէր ստորագրել։ Բայց ստորագրությունը նման էր նրա ձեռագրին։ Դրոշմը նման էր իսկական նոտարականին։ Ամսաթիվը 1998 թվականի ապրիլ համընկնում էր այն ժամանակահատվածին, երբ Վանուշը իսկապես ստորագրել էր մի շարք փաստաթղթեր տան վերանորոգման վարկի համար։ Տնօրենը ասաց. «Պարոն Սահակյանը եկավ 3 երեկոյան, ցույց տվեց փաստաթուղթը, մենք տվեցինք նրան դրամը։ Նա ուներ նա ձեր անձնագրի պատճենը բանկային հաստատագիրը։ Մենք չէինք կարող մերժել»։ Վանուշը նստեց այդ գրասենյակում, չկարողացավ խոսել։ Աստղիկը, ով կանգնած էր նրա կողքին, սկսեց լալ։ Նրա 2 դուստրերը, 14-12 տարեկան, չէին հասկանում, թե ինչու է մայրիկը լալիս, բայց նրանք զգում էին, որ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել։ Տնօրենը, ով իրականում կարեկից մարդ էր, ասաց. «Պարոն Խանամիրյան, ես կարող եմ տալ ձեզ $500 իմ անձնական գրպանից, որպես օգնություն։ Բայց միայն 500։ Ես չեմ կարող ավելին»։ Վանուշը ընդունեց այդ գումարը, ոչ որովհետև ուզում էր, այլ որովհետև իր դուստրերը պետք է ուտեին։
Նրանք վերադարձան երան հաջորդ օրը, գնացքով, որովհետև Վանուշը չուներ փող ավտոբուսի տոմսերի համար։ Գնացքում Վանուշը նստեց պատուհանի մոտ, նայեց անցնող լեռներին։ Աստղիկը հիշում է, որ նա ամբողջ ճանապարհին չխոսեց նույնիսկ մի բառ։ Նա պարզապես նայում էր դուրս, նրա աչքերում կար այնպիսի դատարկություն, որ Աստղիկը վախենում էր, թե նա կորցրել է ամուսնուն ներսից։ Երբ նրանք տուն հասան, Վանուշը գնաց իր սենյակ, փակեց դուռը 3 օր չելավ։ Նա չուտեց, չխմեց, չերգեց։ Նա պարզապես պառկած էր անկողնում, նայում էր առաստաղը։ Երրորդ օրը Աստղիկը կոտրեց դուռը, վախենալով, որ Վանուշը ինչ-որ սարսափելի բան արել է։ Բայց նա գտավ նրան, նստած գետնին, ձեռքին բռնած մի հին լուսանկար, նրա առաջին համերգից 1970 թվականներին։ Լուսանկարում Վանուշը երիտասարդ էր, ժպտում էր, նրա աչքերը լի էին հույսով։ Վանուշը նայեց Աստղիկին, ասաց. «Ես չեմ ճանաչում այդ մարդուն այլս։ Ես չգիտեմ, թե ինչպես եմ դարձել սա»։ Աստղիկը գրկեց նրան, ասաց. «Դու դեռ նույն մարդն ես։ Սրանք պարզապես գողեր են, ովքեր խլեցին քեզնից։ Բայց դու դեռ կարող ես պայքարել»։ Բայց Վանուշը գիտեր ճշմարտությունը։ Նա չէր կարող պայքարել։ Գորգ Սահակյանը, Մհեր Ավագյանը, Արման Պետրոսյանը, բոլոր նրանց համագործակիցները ուներ հզոր կապեր, կեղծ փաստաթղթեր, անսահման համարձակություն։ Իսկ Վանուշը ուներ միայն իր ձայնը, որն արդեն թուլանում էր, իր ընտանիքը, որին պետք է պաշտպաներ։ Նա որոշեց չպայքարել այլս։ Նա որոշեց լռելիայն ընդունել իր բախտը, փորձել ապրել այն փոքր բանով, ինչ մնացել էր։ Բայց ինչու՞։ Համակարգը, որը պետք է պաշտպաներ արդարությունը, թույլ տվեց, որ գողերը շարունակեն իրենց աշխատանքը, առանց որևէ վախի։ Եվ ով էր պատասխանատու, երբ մի ազգային կուռքը ստիպված էր լռել իր սեփական թալանի մասին։ 2000 թվականին Վանուշ Խանամիրյանը ստացավ հեռախոսազանգ մի անծանոթ տղամարդուց, ով ներկայացավ որպես Վահե Մարտիրոսյան, անկախ լրագրող։ Վահեն ասաց, որ նա հետաքննում է ֆինանսական խարդախություններ 990-ականներից, լսել է Վանուշի պատմությունը։ Նա հարցրեց, արդյոք Վանուշը համաձայն է տալ ինտերվյու, բացահայտելու նրանց, ովքեր թալանել են իրեն։ Վանուշը լռեց երկար ժամանակ։ Ապա նա ասաց. «Ես վախենում եմ»։ Վահեն պատասխանեց. «Ես կպաշտպանեմ ձեզ։ Ես կհրապարակեմ նրանց անունները, ժողովուրդը կպահանջի արդարություն»։ Վանուշը համաձայնեց։ Վահեն եկավ նրա տուն, ձայնագրեց ինտերվյու, 3 ժամ երկարությամբ։ Վանուշը պատմեց ամեն ինչ, բարեկեցիկ հոգս ծրագիրը, կեղծ պայմանագիրները, անդորրագրերը, բանկային խարդախությունները։ Նա անվանեց անունները՝ Մհեր Ավագյան, Գորգ Սահակյան, Արման Պետրոսյան, Կարեն Տեր-Պետրոսյան, Սամվել Գրիգորյան։ Նա ցույց տվեց փաստաթղթերը, որոնք ապացուցում էին խարդախությունը։ Վահեն խոստացավ, որ հոդվածը կհրապարակվի 2 շաբաթվա ընթացքում։ Բայց 2 շաբաթ անցավ, ոչինչ չհրապարակվեց։ Վանուշը զանգահարեց Վահեին, բայց հեռախոսը պատասխանող չուներ։ 1 ամիս անցավ։ Ապա 3 ամիս։ Վերջապես Վանուշը գնաց այն թերթի գրասենյակ, որտեղ Վահեն ասել էր, որ աշխատում է։ Բայց խմբագիրը ասաց, որ Վահե Մարտիրոսյանը չի աշխատում այնտեղ։ Նա աշխատել է ժամանակավոր 3 ամիս, ապա հեռացել է առանց բացատրության։ Խմբագիրը չգիտեր, թե որտեղ է նա հիմա։ Վանուշը հարցրեց հոդվածի մասին։ Խմբագիրը ասաց, որ նման հոդված երբեք չի ներկայացվել խմբագրությանը։ Վանուշը զգաց, թե ինչպես է նրա ներսում ինչ-որ բան կոտրվում։ Նա հասկացավ, որ Վանուշը հասկացավ, Վահեն, հավանաբար, չէր լրագրող։ Ըստ ամենայն հավանականության, նա ուղարկված էր նրանց կողմից, Ավագյանի, Սահակյանի, Պետրոսյանի։ Նա եկել էր հավաքելու ապացույցները, որոնք Վանուշը ուներ, որպեսզի ոչնչացնի դրանք։ Եվ Վանուշը, ով վստահել էր վերջին անգամ, տվել էր իր միակ պաշտպանությունը թշնամու ձեռքը։ Վանուշը տուն վերադարձավ այդ օրը, նստեց իր դաշնամուրի առաջ։ Նա փակեց աչքերը, փորձեց երգել իր ամենահին երգը՝ սիրո խոստովանություն։ Բայց ձայնը չեկավ։ Նրա կոկորդը սեղմված էր, նա չէր կարող արտադրել նույնիսկ մի նշում։ Աստղիկը նստեց նրա կողքին, ասաց. «Մի երգիր, եթե ցավում է։ Պարզապես հանգստացիր»։ Բայց Վանուշը գիտեր, որ եթե նա չի կարողանում երգել, ապա նա կորցրել է իր ինքնությունը։ Նա այլս չէր Վանուշ Խանամիրյանը, երգիչը։ Նա էր պարզապես տղամարդ, ում կյանքը ոչնչացվել է խարդախությամբ։
2 տարի հետո, 2002 թվականին, Վանուշ Խանամիրյանի առողջությունը վատացավ։ Նրան ախտորոշեցին սիրտ-անոթային հիվանդությամբ։ Բժիշկները ասացին, որ սթրեսը կարող էր նպաստել հիվանդության զարգացմանը։ Աստղիկը հիշում է, որ Վանուշը մի օր նստեց նրա հետ ասաց. «Ես չեմ ուզում մեռնել, չբացահայտելով ճշմարտությունը։ Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, թե ովքեր են դրանք, ովքեր ոչնչացրեցին ինձ»։ Աստղիկը գրեց այդ օրը ամեն ինչ, բոլոր անունները, բոլոր փաստերը, պահեց դրանք ապահով տեղում։ Երբ եկավ Վանուշ Խանամիրյանի վերջին օրը, 2007 թվականին, հարյուրներով մարդիկ եկան նրա թաղմանը։ Նրանք երգեցին նրա երգերը, լացին նրա կորստի համար, խոսեցին նրա մասին որպես ազգային հերոս։ Բայց ոչ ոք չգիտեր, որ նա մեռավ աղքատ, թալանված, անարդար։ Աստղիկը կանգնած էր գերեզմանի մոտ նայում էր ամբոխին։ Նա տեսավ այնտեղ Մհեր Ավագյանին, այն մարդուն, ով խոստացել էր օգնել, բայց խաբեց, կոստյումս ակնոցներով։ Նա տեսավ Գորգ Սահակյանին, ծաղիկներով ձեռքին։ Եվ նա տեսավ Արման Պետրոսյանին, ծխելով անկյունում։ Նրանք եկել էին հարգանք տալու մարդուն, ում նրանք ոչնչացրել էին։ Աստղիկը ուզում էր գոռալ, ուզում էր պատմել բոլորին ճշմարտությունը։ Բայց նա հիշեց Վանուշի վերջին խոսքերը. «Պաշտպանիր մեր դուստրերին։ Մի թույլ տուր, որ նրանք վնասեն նրանց»։ Ուստի Աստղիկը լռեց։ Նա թաղեց ամուսնուն լռությամբ, պահպանեց իր գաղտնիքները մինչ այն օրը, երբ նա զգաց, որ ապահով է խոսել։ Ըստ վերջին տեղեկությունների, 2022 թվականին, Աստղիկ Խանամիրյանը դեռ ապրում էր Երանում։ Նա պահպանում է այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են խարդախությունը։ Նա պահպանում է այն թերթիկը, որը գտնվել է Վանուշի վերջին բանկային տուփում։ Թերթիկը 3 անուններով։ Թերթիկը, որը ասում է. «Նրանք գիտեին, որ ես չեմ կարողանա պայքարել»։ Եվ այսօր մենք հարցնում ենք, արդյոք այդ մարդիկ դեռ ազատ են, թե՞ արդարությունը վերջապես հասել է նրանց։ 2012 թվականի սեպտեմբերին, երբ Աստղիկ Խանամիրյանը արդեն կարծում էր, որ ամեն ինչ լռությամբ կմնա հավերժ, նրա դռան առջ հայտնվեց կին, 40 տարեկան, ում դեմքը ծածկված էր լուսավոր շարֆով։ Նա նայեց շուրջը, համոզվելով, որ ոչ ոք չի դիտում, ապա շշնջաց. «Ես Լուսինե Պետրոսյանն եմ։ Արման Պետրոսյանի քույրը։ Ես եկել եմ պատմելու ճշմարտությունը, որը 30 տարի թաքցրել եմ»։ Աստղիկի սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա բացեց դուռը, դողացող ձեռքերով, թույլ տվեց կնոջը մտնել։ Լուսինեն նստեց հանեց իր պայուսակից հին լուսանկարներ, դեղնած, ծալքված անկյուններով։ Առաջին լուսանկարում 3 մարդ էին նստած ռեստորանի սեղանի շուրջ, բաժակներ բարձրացրած։ Լուսինեն մատնանշեց նրանցից մեկին. «Սա իմ եղբայրն է, Արմանը։ Սա Մհեր Ավագյանը։ Եվ սա Գորգ Սահակյանը»։ Այս լուսանկարը վերցված է 1993 թվականի նոյեմբերին, 3 օր առաջ, քան նրանք առաջին անգամ գնացին Վանուշի տուն։ Նրանք հանդիպել էին իմ բնակարանում պլանավորել ամբողջ սխեման։ Ես լսել եմ ամեն ինչ, որովհետև ես պատրաստում էի ճաշը հարան սենյակում։ Լուսինեն պատմեց, որ Արմանը, Մհերը Գորգը ծանոթ էին դարձել 1991 թվականին, Մոսկվայում, որտեղ նրանք բոլորը փորձում էին գտնել արագ հարստացման ուղիներ Խորհրդային Միության փլուզումից հետո։ Նրանք սովորել էին, թե ինչպես ստեղծել կեղծ ֆինանսական ծրագրեր, ինչպես կրկնօրինակել ստորագրություններ, ինչպես ստանալ նոտարական կնիքներ ներքին կապերի միջոցով։ Նրանք վերադարձել էին Երան, որոնել էին զոհեր։ Վանուշ Խանամիրյանը իդեալական թիրախ էր, հայտնի, հարուստ, բայց անփորձ ֆինանսական հարցերում։ Լուսինեն խոստովանեց, որ նա չէր կանգնեցրել իր եղբորը, որովհետև վախենում էր նրանից։ Արմանը ուներ կապեր քրեական աշխարհում, նա սպառնացել էր նրան, եթե նա բացի բերանը։ Բայց Լուսինեն ավելացրեց ինչ-որ բան, որը սառեցրեց սենյակը, բարեկեցիկ հոգս ծրագիրը երբեք չի գոյացել։ Նրանք պարզապես տպեցին կեղծ բրոշյուրներ, ստեղծեցին կեղծ հասցե, վերցրին Վանուշի փողերը։ Բայց Վանուշը պետք է լիներ միայն առաջինը։ Նրանք պլանավորել էին թալանել տասնյակ արտիստների։ Սակայն Վանուշը հարցեր սկսեց տալ շատ արագ, նրանք վախեցան։ Ուստի նրանք որոշեցին փոխել մեթոդը, օգտագործելով պայմանագրերը կեղծ անդորրագրերը։ Աստղիկը լսում էր, արցունքներով աչքերում։ Նա հարցրեց. «Ինչու»։ Հիմա։ Ինչու։ Եք խոսում 30 տարի հետո։ Լուսինեն պատասխանեց, որովհետև իմ եղբայրը մեռավ անցյալ տարի։ Նա մեռավ ալկոհոլիզմից, լյարդի ցիրոզից։
Նրա վերջին օրերին նա պառկած էր հիվանդանոցում ցավում էր։ Նա կանչեց ինձ ասաց. «Ես չեմ կարող մեռնել առանց խոստովանելու»։ Վանուշ Խանամիրյանը չափազանց լավ մարդ էր, մենք ոչնչացրինք նրան։ Ես ուզում եմ, որ դու պատմես ճշմարտությունը։ Բայց ես վախեցա մինչ հիմա։ Հիմա ես իմացա, որ Մհերն ու Գորգը դեռ ապրում են ազատ, ես չեմ կարող լռել այլս։ Աստղիկը վերցրեց լուսանկարները, հարցրեց, որտեղ են այս մարդիկ հիմա։ Լուսինեն բացեց իր հեռախոսը, ցույց տվեց սոցիալական ցանցի էջ։ Մհեր Ավագյանի էջը լի էր նկարներով, թանկարժեք մեքենաներ, արտասահմանյան ճանապարհորդություններ, շքեղ ռեստորաններ։ Նա գրել էր իր պրոֆիլում հաջողված բիզնեսմեն, նվիրված հայրենիքին։ Լուսինեն ցույց տվեց նա Գորգ Սահակյանի էջը։ Սահակյանը բացել էր անշարժ գույքի գործակալություն Երանում, հրապարակում էր լուսանկարներ իր գրասենյակից, ապակե պատուհաններով, ժամանակակից դիզայնով։ Աստղիկը զգաց, թե ինչպես է նրա ներսում ինչ-որ բան վառվում։ Սա չէր այլս ցավ։ Սա էր զայրույթ։ Նա ասաց Լուսինեին. «Ես ուզում եմ, որ այս լուսանկարները հրապարակվեն։ Ես ուզում եմ, որ ողջ Հայաստանը իմանա, թե ովքեր են դրանք»։ Լուսինեն համաձայնեց։ Նա ասաց. «Ես կտամ ձեզ նա ինչ-որ բան ավելին։ Ես գիտեմ, թե որտեղ են փողերը»։ Իմ եղբայրն ասաց ինձ, որ նրանք ներդրեցին Վանուշի փողերը Վրաստանում, անշարժ գույքի մեջ։ Նրանք գնեցին 2 բնակարան Թբիլիսիում 1995 թվականին։ Այդ բնակարանները դեռ գոյություն ունեն, դրանք գրանցված են Մհերի եղբոր անվամբ, որպեսզի թաքցնեն կապը։ Աստղիկը վերցրեց այդ տեղեկությունները, զգաց, որ առաջին անգամ 30 տարում ինչ-որ բան կարող է փոխվել։ Բայց նա գիտեր, որ պայքարը հեշտ չէ լինելու։ Մհերն ու Գորգը ունեին դեռ կապեր, դեռ ազդեցություն, դեռ գումար։ Իսկ Աստղիկը ուներ միայն ճշմարտությունը, փաստաթղթերը, որոնք Վանուշը թողել էր։ Արդյոք դա բավարար կլինի արդարություն տեսնելու համար, թե համակարգը կրկին կկանգնի գողերի կողքին։ 2013 թվականի հունվարին Աստղիկ Խանամիրյանը վերցրեց Լուսինե Պետրոսյանի տված լուսանկարները, գնաց մի տեղ, որտեղ Վանուշը երբեք չէր համարձակվել գնալ, հանրային հեռուստաընկերություն։ Նա պահանջեց հանդիպում լրագրող Արա Աբրահամյանի հետ, ով հայտնի էր իր հետաքննական հաղորդումներով։ Արան ընդունեց Աստղիկին իր փոքրիկ գրասենյակում, թղթերով ծածկված սեղանի դիմաց։ Աստղիկը դրեց լուսանկարները, փաստաթղթերը, բանկային հաղորդագրությունները սեղանին, ասաց. «Սա ամեն ինչ է, ինչ ես ունեմ։ Սա ապացույցն է, որ իմ ամուսնուն թալանել են, նրա թալանողները դեռ ապրում են բարեկեցիկ»։ Արան ուսումնասիրեց փաստաթղթերը 3 ժամ։ Նա տեսավ կեղծ պայմանագրերը, տեսավ անդորրագրերը, տեսավ բանկային գրությունները Մարինե Բալասանյանից։ Նա նայեց Աստղիկին, ասաց. «Սա լուրջ գործ է։ Եթե ես հրապարակեմ սա, այդ մարդիկ կփորձեն դատի տալ ինձ հեռուստաընկերությանը։ Բայց ես պատրաստ եմ ռիսկի գնալ, եթե դուք պատրաստ եք կանգնել կամերայի առջ պատմել ձեր պատմությունը»։ Աստղիկը համաձայնեց առանց վարանելու։ Հաղորդումը նկարվեց 2013 թվականի փետրվարի 12-ին։ Աստղիկն անցավ բոլոր փուլերը, սկսած բարեկեցիկ հոգս պլանից մինչ Վանուշի վերջին ձայնագրությունը բանկային տուփում։ Նա ցույց տվեց լուսանկարները, որտեղ 3 մարդիկ նստում էին միասին, հավանաբար պլանավորում էին իրենց սխեման։ Նա անվանեց անունները՝ Մհեր Ավագյան, Գորգ Սահակյան, Արման Պետրոսյան։ Նա պահանջեց, որ իրավապահ մարմինները վերաբացեն գործը, հետաքննեն խարդախությունը։ Հաղորդումը հեռարձակվեց 2013 թվականի մարտի 6-ին։ Այն օրը հազարավոր մարդիկ տեսան Աստղիկի արցունքները, լսեցին նրա խոսքերը, Հայաստանի սոցիալական ցանցերը բուռն եղան։ Մարդիկ գրում էին «Արդարություն Վանուշի համար», բաժանում էին հաղորդումը, պահանջում էին հետաքննություն։ Մհեր Ավագյանի սոցիալական ցանցի էջը լցվեց բարկացած մեկնաբանություններով։ Մարդիկ գրում էին. «Գող, խաբեբա, ինչպես կարող ես ապրել այդ փողով»։ Բայց Մհեր Ավագյանը պատասխանեց։ Նա հրապարակեց հայտարարություն իր էջում. «Սա ամբողջովին սուտ է։ Ես երբեք չեմ գողացել Վանուշ Խանամիրյանից։ Նա եղել է իմ բարեկամը, ես օգնել եմ նրան իր դժվար ժամանակներում։ Այս մեղադրանքները անհիմն են, ես կդիմեմ դատարան, պաշտպանելու իմ անունը»։ Գորգ Սահակյանը նույնպես հրապարակեց հայտարարություն. «Ես չգիտեմ, թե ինչու են ինձ մեղադրում։ Ես բիզնեսմեն եմ, ով կառուցել է իր հարստությունը ազնիվ աշխատանքով։ Այս մեղադրանքները փորձ են ոչնչացնել իմ հեղինակությունը»։ Հասարակությունը բաժանվեց։
Կային նրանք, ովքեր հավատում էին աստղիկին պահանջում էին արդարություն։ Կային նրանք, ովքեր ասում էին, որտեղ են ապացույցները։ Չկան դատական վճիռներ, ինչու՞։ Պետք է հավատանք պարզապես մի կնոջ խոսքերին։ Իսկ իրավապահ մարմինները լռում էին։ 2 շաբաթ անցավ, ոչ մի պաշտոնական հայտարարություն չեղավ։ Ապա 3 շաբաթ։ Աստղիկը զանգահարում էր դատախազություն ամեն օր, բայց նրան ասում էին գործը ուսումնասիրվում է։ Ապա հանկարծ 2013 թվականի ապրիլի 18-ին Լուսինե Պետրոսյանը զանգահարեց աստղիկին խուճապով։ Նա ասաց. «Մհերը գտել է ինձ»։ Նա ուղարկեց իր մարդկանց իմ տուն։ Նրանք սպառնացին ինձ ասացին, որ եթե ես չվերցնեմ իմ խոսքերը, նրանք կվնասեն իմ ընտանիքին։ Ես վախենում եմ։ Աստղիկը փորձեց համոզել նրան գնալ ոստիկանություն, բայց Լուսինեն ասաց, ոստիկանությունը չի օգնի։ Մհերն ունի կապեր այնտեղ։ Ես պետք է անհետանամ որոշ ժամանակով։ Եվ Լուսինեն անհետացավ։ Նրա հեռախոսը անջատվեց, աստղիկը չկարողացավ կապվել նրա հետ 2 ամիս։ Այդ ժամանակ աստղիկը հասկացավ, որ նա ոչ միայն պայքարում է անցյալի դեմ, այլ ներկայի դեմ։ Մհերն ու գորգը դեռ ուժեղ էին, դեռ ունեին միջոցներ սպառնալու, վախեցնելու, լռեցնելու։ Եվ համակարգը, որը պետք է պաշտպաներ արդարությունը, կրկին լռում էր։ Բայց աստղիկը չհանձնվեց։ Նա շարունակեց խոսել հրապարակավ, շարունակեց պահանջել հետաքննություն, շարունակեց տարածել Վանուշի պատմությունը։ Եվ հանկարծ 2013 թվականի հունիսին ինչ-որ բան փոխվեց։ Անանուն աղբյուր ուղարկեց լրագրող Արա Աբրահամյանին փաթեթ լի փաստաթղթերով։ Այդ փաստաթղթերը ցույց էին տալիս, որ Մհեր Ավագյանը գրանցված է որպես սեփականատեր 2 բնակարանների Թբիլիսիում, գնված 1995 թվականին, ճիշտ այն ժամանակահատվածում, երբ Վանուշի փողերը անհետացել էին։ Փաստաթղթերը ցույց էին տալիս նա, որ այդ բնակարանները գնված են կանխիկ գումարով, ճշգրիտ այն գումարով, որը Վանուշը ներդրել էր բարեկեցիկ հոգս պլանում։ Արան հրապարակեց այս փաստաթղթերը երկրորդ հաղորդմամբ։ Այս անգամ ապացույցները անհերքելի էին։ Հասարակությունը պահանջեց անմիջական գործողություն։ 2 օր հետո դատախազությունը հայտարարեց, որ գործը վերաբացվում է, Մհեր Ավագյանը կանչվում է հարցաքննության։ Բայց Մհերը չներկայացավ։ Նրա իրավաբանը ներկայացրեց բժշկական տեղեկանք, հայտնելով, որ Ավագյանը հիվանդ է, չի կարող ներկայանալ։ Շաբաթներ անցան, ապա ամիսներ, Մհերը շարունակում էր մնալ անհասանելի։ Ինչու՞։ Համակարգը չէր կարողանում բերել մի մարդու դատարան, երբ ապացույցները պարզ էին։ Արդյոք Մհեր Ավագյանը անմեղ էր, թե՞ նա պարզապես գիտեր, թե ինչպես խաղալ համակարգի մեջ։ Եվ ով էր այդ անանուն աղբյուրը, ով ուղարկել էր այդ փաստաթղթերը, վերջապես կոտրելու լռությունը։ 2014 թվականի հոկտեմբերին, երբ Աստղիկ Խանամիրյանը արդեն սկսում էր կորցնել հույսը, նա ստացավ զանգ անծանոթ տղամարդուց։ Նա ներկայացավ որպես Կարեն Մելքոնյան, նախկին ոստիկանության լեյտենանտ, ով աշխատել է 1995 թվականին։ Կարենը ասաց. «Ես այն լեյտենանտն եմ, ով փակել է Վանուշի գործը 30 տարի առաջ։ Ես ուզում եմ պատմել ձեզ, թե ինչու ես արել եմ դա, ես ուզում եմ օգնել հիմա»։ Կարենը հանդիպեց Աստղիկի հետ փոքրիկ սրճարանում, քաղաքի արտաքնում։ Նա պատմեց, որ երբ Վանուշը եկավ ոստիկանություն 1995 թվականին, Կարենը իսկապես սկսել էր հետաքննություն։ Նա գտել էր նույնիսկ վկաներ, մարդիկ, ովքեր տեսել էին Մհերին գորգին, խոսելիս կասկածելի տեղերում։ Բայց 3 շաբաթ հետո Կարենի վերադասը, գնդապետ Հրաչյա Սարգսյանը կանչեց նրան իր գրասենյակ, ասաց. «Այս գործը փակիր»։ Կարենը հարցրեց. «Ինչու՞»։ Գնդապետը պատասխանեց. «Որովհետև ես ասում եմ։ Եթե չփակես, դու կլինես այն, ով կորցնում է աշխատանքը, ոչ թե Ավագյանը»։ Կարենը փակեց գործը, որովհետև նա ուներ 2 երեխա վարկ բնակարանի համար։ Բայց նա երբեք չմոռացավ այդ գործը։ Նա պահպանեց իր անձնական նշումները, բոլոր վկաների անունները, բոլոր հասցեները, բոլոր կասկածելի գործարքները։ Նա ասաց Աստղիկին. «Ես գիտեմ, որ ես մեղավոր եմ։ Ես թույլ տվեցի, որ այդ մարդիկը խույս տան։ Բայց հիմա ես թոշակի եմ, ինձ այլս չեն կարող սպառնալ։ Ես ուզում եմ տալ ձեզ այս նշումները ցուցմունք տալ դատարանում, եթե անհրաժեշտ է»։ Կարենը տվեց Աստղիկին 2 տասնյակ էջ, ձեռքով գրված, որտեղ թվարկված էին այն մարդիկ, ովքեր մասնակցել էին սխեմային։
Այնտեղ էին ոչ միայն Մհերը Գորգը Արմանը, այլ նոտար Սամվել Գրիգորյանը, բանկային մենեջեր Կարեն Տեր-Պետրոսյանը, նույնիսկ երկու դատավոր, ովքեր ստորագրել էին որոշումներ, որոնք թույլ էին տվել փակել գործերը։ Կարենը նշեց, սա ցանց էր։ Սա չէր պարզապես 3 խաբեբա։ Սա համակարգ էր, որտեղ բոլորը ստանում էին իրենց բաժինը։ Աստղիկը տարավ այս նշումները Արա Աբրահամյանին, Արան հրապարակեց երրորդ հաղորդումը 2014 թվականի դեկտեմբերին։ Այս անգամ հրապարակվեցին անունները բոլոր համագործակիցների։ Սկանդալը պայթեց։ Հասարակությունը պահանջեց ոչ միայն Մհերի ձերբակալում, այլ քննություն այն դատավորների դեմ, ովքեր թույլ էին տվել, որ գործը փակվի։ Դատախազությունը հայտարարեց նոր քննություն, ներառյալ բոլոր անունները։ Բայց Մհեր Ավագյանը դեռ խույս էր տալիս։ Նրա իրավաբանը շարունակում էր ներկայացնել բժշկական տեղեկանքներ, Մհերը մնում էր իր տանը, չներկայանալով հարցաքննությանը։ Աստղիկը պահանջեց դատարանից, որ ստիպի Մհերին ներկայանալ, բայց դատարանը պատասխանեց՝ մենք չենք կարող ստիպել հիվանդ մարդուն լքել իր տունը։ Եվ այդ պահին Աստղիկը հասկացավ ճշմարտությունը։ Համակարգը դեռ պաշտպանում էր Մհերին։ Հնարավոր է, որովհետև նա ուներ կապեր, հնարավոր է, որովհետև նա գիտեր գաղտնիքներ այլ մարդկանց մասին։ Բայց կարող էր մի բան, Մհեր Ավագյանը դեռ ապրում էր ազատ, մինչդեռ Վանուշ Խանամիրյանը փոշիացել էր իր գերեզմանում, արդարություն չտեսած։ Սակայն ինչ-որ բան փոխվեց 2015 թվականի ապրիլին։ Գորգ Սահակյանը, ով նույնպես խուսափում էր հարցաքննությունից, հանկարծ ներկայացավ դատախազություն, ինքնակամ։ Նա ասաց, որ պատրաստ է խոստովանել ամեն ինչ, եթե նրան տրվի մեղմացված պատիժ։ Նա պատմեց, որ բարեկեցիկ հոգս պլանը իսկապես եղել է կեղծիք, որ նրանք բաժանել են Վանուշի փողերը, որ Մհերն է եղել գլխավորը։ Նա պատմեց, որ Մհերը սպառնացել է իրեն սպանել, եթե նա բացի բերանը։ Գորգի խոստովանությունը եղավ անդառնալի կետ։ Դատախազությունը հրապարակեց պաշտոնական մեղադրանք Մհեր Ավագյանի դեմ, խարդախություն, փաստաթղթերի կեղծում, սպառնալիքներ։ Մհերը վերջապես ձերբակալվեց 2015 թվականի մայիսի 18-ին։ Նրա տունը խուզարկվեց, հայտնաբերվեցին տասնյակ կեղծ փաստաթղթեր, ոչ միայն Վանուշի վերաբերյալ, այլ զոհերի։ Պարզվեց, որ Մհերը շարունակել էր իր սխեման 30 տարի, թալանելով տասնյակ մարդկանց։ Մհեր Ավագյանի դատավարությունը սկսվեց 2016 թվականի հունվարին։ Աստղիկ Խանամիրյանը նստեց դատարանի սրահում, առաջին շարքում։ Նա նայեց Մհերին, այդ մարդուն, ով ոչնչացրել էր նրա ամուսնուն։ Մհերը նստում էր մեղադրյալների տեղում, ծերացած, նիհար, բայց դեռ ինքնավստահ։ Նա ժխտեց բոլոր մեղադրանքները։ Բայց Գորգի ցուցմունքները, Կարենի նշումները, Լուսինեի լուսանկարները, Վանուշի բանկային փաստաթղթերը ապացույցներ էին, որոնք անհերքելի էին։ Դատավարությունը տեց 7 ամիս։ 2016 թվականի օգոստոսի 31-ին դատարանը արտասանեց վճիռը, Մհեր Ավագյանը մեղավոր է խարդախության կազմակերպված հանցագործության մեջ։ Նրան դատապարտեցին 12 տարի ազատազրկման։ Գորգ Սահակյանը դատապարտվեց 5 տարի, նրա համագործակցության համար քննության հետ։ Աստղիկը լաց եղավ այդ օրը։ Բայց դրանք չէին ցավի արդյունքներ։ Դրանք էին թեթացման արդյունքներ։ Վանուշ Խանամիրյանը վերջապես ստացավ արդարություն, թե ուշ, թե նա չէր ապրում այս օրը տեսնելու համար։ Աստղիկը հեռացավ դատարանից գնաց Վանուշի գերեզման։ Նա դրեց ծաղիկներ գերեզմանակարի վրա շշնջաց, նրանք վճարեցին։ Դու հաղթեցիր։ Բայց ինչ վերաբերում է այն փողերին, որոնք Մհերն ու Գորգը գողացել էին Վանուշից։ Արդյոք այդ երկու բնակարանները Թբիլիսիում վերադարձվեցին Վանուշի ժառանգներին։ Դատարանը պարտադրեց Մհեր Ավագյանին վճարել փոխհատուցում Աստղիկ Խանամիրյանին 80,000 ամերիկյան դոլար։ Սա չէր ամբողջ գումարը, որը Վանուշը կորցրել էր, բայց դա էր խորհրդանշական արդարություն։ Մհերի ակտիվները սառեցվեցին, նրա երկու բնակարանները Թբիլիսիում վաճառվեցին աճուրդով։ Գումարը փոխանցվեց Աստղիկին 2017 թվականին։ Աստղիկը չօգտագործեց այդ գումարը իր համար։ Նա ստեղծեց հիմնադրամ Վանուշ Խանամիրյանի անունով, որը նպատակ ուներ օգնել արտիստներին, ովքեր դարձել են ֆինանսական խարդախության զոհեր։ Հիմնադրամը գործում է մինչ այսօր արդեն օգնել է տասնյակ մարդկանց վերականգնել իրենց կորցրած ունեցվածքը։ Ինչ վերաբերում է Մհեր Ավագյանին, նա նստում է բանտում մինչ օրս։ 2022 թվականին նա պատասխանեց մի հարցազրույցի, բանտից, ասաց՝ ես չեմ զղջում ոչինչի համար։
Ես ապրեցի լավ կյանք, Վանուշը պարզապես չէր հասկանում բիզնեսի կանոնները։ Այս խոսքերը ցայտեցին սկանդալ հասարակության մեջ։ Մարդիկ պահանջեցին, որ նրա պատիժը երկարացվի, բայց դատարանը մերժեց։ Գորգ Սահակյանը ազատ արձակվեց 2020 թվականին պայմանական ազատության տակ։ Նա անհետացավ հանրային աչքից, ըստ վերջին տեղեկությունների, ապրում է փոքրիկ գյուղում, անծանոթ կյանքով։ Ինչ վերաբերում է Արման Պետրոսյանին, նա երբեք չբերվեց դատարան, որովհետև նա մեռավ 2011 թվականին, նախքան սկանդալը պայթեր։ Նրա քույրը Լուսինեն դեռ ապրում է Երանում, շարունակում է աջակցել արդարության համար պայքարին։ Վանուշ Խանամիրյանի պատմությունը դարձավ խորհրդանշական։ Այն ցույց տվեց, որ նույնիսկ ամենահզոր համակարգը կարող է փոխվել, եթե մարդիկ պահանջեն ճշմարտությունը։ Բայց այն նա հիշեցրեց, որ արդարությունը երբեմն գալիս է ուշ, երբեմն շատ ուշ, երբեմն չի գալիս երբեք, եթե մենք ինքներս չենք պայքարում դրա համար։ Այսօր մեզ մնում է միայն հարցը, արդյոք մենք իսկապես վերջացրինք այն համակարգը, որը թույլ տվեց, որ Վանուշ Խանամիրյանը թալանվի, թե՞ դա դեռ գործում է մեր շուրջը, այլ անուններով, այլ դեմքերով։ Արդյոք մհերի պես մարդիկ դեռ ազատ են, թե՞ մենք իսկապես սովորել ենք պաշտպանել մեր արտիստներին, մեր կուռքերին, մեր անմեղ քաղաքացիներին։ Ընկերներ, իսկ ինչպես եք դուք վերաբերվում Վանուշ Խանամիրյանի պատմությանը։ Արդյոք նա զոհ էր համակարգի, թե՞ իր սեփական վստահության։ Արդյոք մհերը նրա համագործակիցները ստացան արդար պատիժ, թե՞ նրանք դեռ պարտական են ավելին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար կարող է իմանալ, թե արդյոք մարդիկ դեռ հիշում են Վանուշ Խանամիրյանին ձեր քաղաքում, ձեր գյուղում, ձեր սրտում։ Սեղմեք հավանել, եթե հավատում եք ճշմարտությանը, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի դուք չբաց թողնեք նման պատմություններ, որոնք կարող են փոխել ձեր տեսակետը արդարության մասին։ Շնորհակալություն դիտելու համար, մնացեք մեզ հետ, մենք շարունակելու ենք բացահայտել ճշմարտությունները, որոնք թաքցված են տասնամյակներ։